Ողջույն։ Այս օրերին մեր ուշադրության կենտրոնում են այն կծկտուր լուրերը, որ գալիս են Բաքվում հայերի դատավարությունից, ու անգամ այդ կծկտուր ինֆորմացիաները փաստում են, որ որքան վախկոտ ու անինքնասեր է հանդես գալիս ՔՊԱ-ական իշխանությունը, այնքան հերոսական են զրկանքները կրում թշնամու բանտերում գտնվող մեր հայրենակիցները։ Արցախի պաշտպանության նախկին փոխնախարար գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը համաձայն հրապարակումների իրեն պահել է հայ գեներալի պես, հաստատել է, որ կռվել է Ադրբեջանի զինուժի դեմ։ Դավիթ Մանուկյանը մշտապես ծառայել է Հայաստանի Հանրապետությանն ու Արցախի Հանրապետությանը թե որպես գնդի հրամանատար, կորպուսի հրամանատար, փոխնախարար, չի խնայել իրեն ու հիմա էլ Բաքվի բանտերում էլի ցույց է տալիս հերոսական կեցվածք։ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը Բաքվի դատարանում ասել է, որ մասնակցել է ազատագրական պայքարի եւ ասել է, որ որտեղ էլ չի մասնակցել, եթե անհրաժեշտությունը լիներ կմասնակցեր։ Գեներալները չգիտեն, որ այդ խոսքերը ասում են թշնամի պետության մեջ, կալանավորի կարգավիճակում ծանր հոդվածների տակ ու իրենց խոսքերը ծանր կնստեն իրենց վրա։ Գիտեն, բայց հենց դրա համար էլ հերոս են ու գեներալ։ Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը ասել է, որ Հայաստանը ներգրավվել է պատերազմին, որովհետև անվտանգության երաշխավորն էր ու ուներ լեգիտիմություն։ Հերքել է ադրբեջանական մեղադրանքները, թե Արցախում դրսից բերված վարձկաններ են եղել։ Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանը ասել է, դատարանը չի կարող նման գործ քննել, որովհետև սա Արցախի ինքնորոշման պայքար է։ Ռուբեն Վարդանյանը ուղերձում Ադրբեջանին մեղադրում է օրենքներն ու ընթացակարգերը խախտելու, փաստաթղթեր կեղծելու, նենգափոխելու մեջ։ Մի պահ պատկերացրի, որ հանկարծ գերի ընկներ Նիկոլը։ Հələ պատկերացրեք ու հարցաքննվի։ Ինչ է ասելու։ Կմոռանա, որ Ղարաբաղը հանձնելու մեղքը բարդել է նախկինների վրա։ Կասի՝ այ ադրբեջանցիներ ջան, ես եմ հանձնել, ես եմ նվիրել, խեք ինձ դատում։ Երբ Բաքվում այդ շինծու դատավարությունը սկսում էր, մենք մեզ ներշնչել էինք, որ պետք է պատրաստ լինենք ամեն տեսակի ցավոտ բաներ լսելու, որովհետև մարդիկ թշնամու բանտում են կտանքների մեջ ու հնարավոր է ասեն բաներ, որ մեզ վատ զգանք, բայց առ այս պահը այլ պատկերի ենք առնչվում։ Իհարկե պետք է նշենք, որ այս տեղեկությունները տարածում է ադրբեջանական կողմը դիտմամբ, որպեսզի Նիկոլի Արցախ Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո հիմնավորի Հայաստանին ագրեսոր ներկայացնելը, Հայաստանի դեմ սադրանքների գնա։ Իսկ դա վերստին նշանակում է, որ պետք է իշխանությունը ամեն քայլի գնա նրանց օր առաջ ազատելու համար։ Բայց մենք միաժամանակ տեսնում ենք, որ թեև մեր հայրենակիցներին այնտեղ տանջանքների են ենթարկում, բայց ավելի արժանապատիվ են իրենց պահում, քան այստեղ իշխանության ղեկին գտնվող թիկնազորով շրջողները։ Հայաստանի իշխանությունը կհամարձակվեմ ասել ծայրահեղ հիմար թեզ է առաջ բրդում, թե գերիների մասին մի խոսեք, որ շուտ գան։ Այսինքն ոնց պետք է շուտ գան։ Ինչ որ մեկը նրանց բերելու է, թե իրենց ոտքով իրենց ելնելու են գան։ Միջազգային հանրությունն է ճնշելու։ Ադրբեջանը կարդացինք, որ միջազգային կազմակերպությունների է հանում իր երկրից։ Մարտի 5-ին Հայաստանի խորհրդարանում կատարված մի քանի ելույթ ամոթալի էր ուղղակի։ Արարատ Միրզոյանի պահվածքը։ Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը կոչ էր արել Նիկոլ Փաշինյանին դադարեցնել Ադրբեջանի հետ բոլոր տեսակի բանակցությունները մինչև գերիները վերադառնան։ Արարատ Միրզոյանն ասում է. «Սարսափում եմ, երբ պատկերացնում եմ այդ մոտեցմամբ մարդը պատասխանատվություն է ունեցել վարել բանակցությունները։ Հասկանում եմ, ասում է, ինչու դրանք որևէ արդյունք չեն տվել»։ Արարատ, այդ քո ասած մարդու արտգործնախարար եղած ժամանակ բանակցություններով դու խաղաղ ապրել ես, աշխատել ես։ Քո վարած բանակցություններով այդ մարդը մի քանի հատ պատերազմ է տեսել արդեն։ Ասենք չեք դադարեցնում բանակցությունները, բայց ձեր խաղաղության պայմանագրի համար պայման դրեք։ Ադրբեջանը պայման է դնում, չէ, սահմանադրությունը փոխիր, որ կնքեմ խաղաղության պայմանագիր։ Միջանցք տուր, որ կնքեմ պայմանագիր։ Ադրբեջանցիներին բնակեցրու Հայաստանում, որ կնքեմ։
միջազգային հայցերից հրաժարվի, որ կնքեմ եւ այլն։ Դու էլ պայմաններ դիր։ Օրինակ գերիներին տուր, որ կնքեմ, դուրս արի իմ երկրի տարածքից, որ կնքեմ։ Ձեզ դրել եք պրոֆեսիոնալ դիվանագետի տեղ, ուժեղ տղերքի տեղ, բայց սա ձախողում եք։ Ռուբեն Վարդանյանի ընտանիքի փաստաբան Ջարեդ Գենսերը լիքը տարբերակներ է առաջ քաշում։ Գերիների թեմայով մամուլի ասուլիստուր Նիկոլ ասում է. Կարմիր խաչին, ԵԱՀԿ-ին, Բաքվում դեսպաններ ունեցող քո դաշնակիցներին խնդրի դիտորդներ ուղարկեն այդ դատավարություն կոչված ֆարսին։ Բանը գնաց ուղարկի Բաքու։ Չէ, Նիկոլենք ասում են, մենք ամեն ինչ ճիշտ ենք անում, մյուսները չեն հասկանում։ Օսկանյանը ոնց է այդ խելքով արտգործ նախարար աշխատել, Գենսերը այդ խելքով ոնց է փաստաբան աշխատել։ Չէ, մենակ դուք խելք ունեք, բայց հանձնելուց բացի այլ բան չեք հետ կարողանում անել։ Ասում են չենք խոսում գերիների թեմայից, այսինքն չեն էլ զբաղվում նրանց հարցերով, որ չվնասեն։ Այն, որ հիմա նրանք այնտեղ են, այդ վիճակում հիշեցնեմ, պատճառը դու ես, որ արդեն խոսել ես, քանդել ես, հանձնել ես ու վնասել ես։ Կրկնում եմ, մենք հպարտանում ենք որոշ դրվագներ ընթերցելով, թե ինչքան արժանապատիվ են պահում իրենց մեր Արցախի համարյա բոլոր ռազմաքաղաքական ղեկավարները, բայց նրանց ցուցմունքները մեր երկրի դեմ է կիրառվելու։ Հայաստանի իշխանությունը ամեն ինչ պետք է անի բերելու համար նրանց։ Կասեք թշնամու բանտից չի կարող։ Թշնամին մեր բանտից իր ցմահ ազատազրկվածներին ոնց կարողացավ տանել։ Լավ, Նիկոլը թույլ է, հարիվ է, չի կարող։ Կա երկրի ղեկավար, որը Ադրբեջանի հետ լավ հարաբերություն ունի, թող դիմեն այդ երկրների ղեկավարներին։ Եթե կա նման միջազգային գործարար, որը Ալիևի հետ լավ է, դիմեք նրան։ Դերասան կա, դիմեք նրան, ինչ ուզում է անի, բայց պետք է անել մի բան։ Իրենց հույս են տվել, ու մեզ համոզում են, թե խաղաղության պայմանագիր կոչված բանը կլուծի այդ հարցը։ Իսկ եթե չի կնքվում, կամ ոնց պետք է լուծի։ Նիկոլն ասում է, մի հոգու խնդրով չի զբաղվում, այլ պետության շահով։ Դու չես հասկացել, որ նրանց օր առաջ բելերը հենց պետական շահն է։ Թողնելու ես դատական ֆարսը մինչև վերջ գնա, հետո արդյունքներով Ադրբեջանը քո ասած հիմքերը ստեղծի Հայաստանի վրա հարձակվելու, հետո էլ մեղավոր համարեց գերիներին։ Դատավարության հենց առաջին օրը ադրբեջանական մամուլը գրեց, թե Արայք Հարությունյանն ասել է, որ Ադրբեջանի խաղաղ բնակիչներին հարված է հասցվել ոչ թե իր, այլ Փաշինյանի հրահանգով։ Կարևոր չէ Արայք Հարությունյանը դա ասել է, թե չի ասել։ Կարևորն այն է, որ դրանով Ադրբեջանը կարող է հիմք ստեղծել պատերազմի համար։ Հիմքեր է ստեղծում միջազգային դատաներ դիմելու համար։ Դու պետք է նրանց բերելով հենց քեզ ու երկիրը գլխացավանքից ազատես։ Շահը հենց այդ է պետական։ Այդ որ ասում ես զբաղված են պետական շահով, կրկնում եմ, հենց պետական շահը դա է պահանջում։ Այս լուրջ հարցերը թողել են, այս բան ինչ որ անկարևոր բաների հետևից են ընկել։ Հեռուստաաշտարակի տարածքից հող են վերադարձել պետությանը, այսինչ տեղից ավտո են վերադարձել պետությանը։ Դու այդ քո բերածները, այսպես ասած վերադարձածները, կտոր հանձնելու ես Ադրբեջանին, եթե մնաս։ Անկամ թշնամու բանտից հղած ուղերձում ասում են, այս դատը խաղաղության համար չէ, պատերազմի համար է։ Ադրբեջանը քո հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, այլ դատավարությամբ պատրաստվում է նոր սադրանքների։ Կարճ ասած, Նիկոլ Փաշինյանին պետք է ուղիղ հարց տալ, շատ ուղիղ։ Դու ուզում ես գերիները գան, թե չէ։ Շատ ուղիղ պետք է հարցնել, չասեք հայը ոնց չի ուզենա։ Նիկոլը ուզում է վերադառնալ, թե չի ուզում։ Նիկոլը ուզում է, որ Ադրբեջանը չհարձակվի Հայաստանի վրա։ Նիկոլը չի ծրագրում տարածքներ տալ, նորը զիջել։ Եթե ոչ, բա ինչպես բացատրենք այս անհասկանալի ու Հայաստանին, հայ ժողովրդին խիստ վնասող պահվածքը։